Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօր նորից մեր տաղավարում ենք եւ այսօր մեր ոդկասթի հյուրն է Էդուարդ Քանքանյանը, որը Brand ընկերության հիմնադիրն է եւ ես Կարեն Մարգարյանս, Մարգարյան Business Group ընկերության հիմնադիր։ Բարև ձեզ։ Բարև Կարեն ջան։ Այսօր խոսալու ենք ընդհանուր բրենդինգի եւ մարքեթինգի մասին, որը որ սերտորեն կապված է ռեստորանային բիզնեսի եւ իմ ոդկասթերը հիմնական այն հյուրերն են, որոնք որ առնչվում են ռեստորանային ոլորտի եւ հյուրընկալության ոլորտի հետ։ Ես դրա համար ցանկություն ունեցա, որ այսօր մենք զրուցենք։ Մենք իհարկե համագործակցում ենք, մեր ընկերությունները համագործակցում է, բայց կուզենամ մի քանի հետաքրքիր նյուանսների մասին խոսել, որը որ հետաքրքիր կլինեն նաև մեր լսողներին։ Այ օրինակ մի հատ հարց, բայց ուզում եմ կոնտեքստից դուրս, բայց նաև ոնց որ ինչ վերաբերում է քո աշխատանքի եւ աշխատելավոճին, որտեվ այս վերջերս շատ եմ հետևում քո կարճ ոդկասթներին, որը որ բացատրում ես կամ պատմում ես այսօրվա աշխարհի տրենդերի մասին, ես իմիջիայլոց շատ դեպքերում սկրինշոտ եմ անում, շուտ են գրքերը, այն ֆիլմերը, որը դու ես առաջարկում, ու հավատա բոլոր եւ կարդացել եմ եւ նայել եմ, բայց շուտ բաներ կան, նաեւ կարդացել էի շուտվանից ու շատ հետաքրքիր է։ Ես ուզում եմ իմանալ ինչն է մոտիվացնում նման ֆորմատի եթերներ ունենալը, դա արդյոք օրինակ կոնկուրենտային առավելությունը, այսինքն, չգիտեմ, բաժանորդներ ես հավաքում կամ քո ընկերությունն ես ներկայացնում կամ քո PR-ն է, թե ավելի ուսուցողական է միգուցե, ինչ է մոտիվացնում նման ֆորմատը։ Երբ որ ես սկսեցի, տենց շատ մեծ պատկերացում չունեի, թե դա ուրա տանելու ու տենց էքսպերիմենտալ բան էր, որովհետև երբ որ դու հանրային ձևով քո գաղափարները չես ներկայացնում, չես կիսվում, դու չգիտես իրականում մարդկանց դա հետաքրքիր է, հետաքրքիր չի։ Ես ինձ շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր նյութեր եմ գտնում մեջ։ Հա, բայց ես երբեք տես չէի մտածում, որ դա կարա մարդկանց հետաքրքիր։ Այսինքն ես ենթադրում էի, որ ինչ որ մարդկանց միգուցե հետաքրքրի, բայց երբեք չէի մտածում, որ դա այդ մասշտաբը կունենա, որովհետև մենք իրար հետ նաև ոնց որ այս եթերային ֆորմատից դուրս ենք շփվում, դու երևի տեսել ես, որ ես նաև սովորական կենցաղային շփման մեջ այդ ժամանակ եմ տենց ու այդ ժամանակ ու շատ դեպքերում ես շատ երկար տարիներ հենց տենց շփվել եմ իմ գործընկերների հետ եւ դու երբեք չես մտածում, որ դա այդ շրջանակից դուրս եւս ինչ որ մարդկանց կարա օգտակար լինի, բայց քանի որ ես տարվա մի մասը սկսել էի անցկացնել Հայաստանից դուրս եւ իմ մոտ մի քիչ մտավախություն կար, որ ես կարողա ասենց ասած կապը կորցնեմ իմ գործընկերների, մեր հաճախորդների ու առհասարակ ոնց որ հանրության հետ, ես որոշեցի այդ դրանով այս վիդեո կարճ վիդեոների ֆորմատով ինչ որ չափով կոմպենսացնեմ, այո, բայց ես իսկականից չէի պատկերացնում, որ ինքը այդ նեղ խնդրի շրջանակներից ավելի դուրս կգա ու ավելի մեծ էֆեկտ կունենա, որի համար իրականում շատ ուրախ եմ, որովհետև նաև այս ֆորմատի շնորհիվ շատ նոր մարդկանց հետ եմ ծանոթացել, շատ նոր կապեր եմ ստեղծել, ես իհարկե ինձ ոչ մի կերպով չեմ դիտարկում որպես ասենց բլոգեր կամ ինֆլուենսեր, ում համար դա հիմնական ոնց որ հիմա այդ վիճակն է աշխատում։ Ես տարանջատում եմ սենց, որ ես կարծում եմ պետք չի դրանից խուսափել, որովհետև տենդենսները փոխվում են եւ աշխարհն է փոխվում եւ աուդիտորիան է փոխվում, չէ, միանշանակ բանն է փոխվում, հունն է։ Ես ուղղակի ոնց որ գիծը տանում եմ այնտեղ, որ դա քեզ կարած դասես այդ կատեգորիան, եթե դա քո համար նաև հիմնական աշխատանք է եւ քո հիմնական նաև եկամուտի աղբյուրն է, դու կարողանում ես դա մոնետիզացնես, ես դրանով չեմ զբաղվում, այսինքն ես գովազդներ չեմ տեղադրում, ես կոլաբորացիաներ բրենդերի հետ չեմ անում, դա իմ համար իմ հիմնական աշխատանքը չի։ Ես հետաքրքիր թեմաները արդեն ինքյան
արդեն դառնում է գովազդ ու մարդկանց համար հետաքրքիր։ Հա, բայց ես ավելի շատ երբ որ ինչ որ ընկերությունները կամ պրոյեկտներ եմ ներկայացնում, դրանք բացարձակ վճարված գովազդներ չեն, դրանք հենց մեր իրական պրոյեկտներն են, որոնց ես մասնակցում եմ, ես շատ դեպքերում, հիմնական դեպքերում ես նույնիսկ չեմ նախապես տեղեկացնում այդ ընկերության ներկայացուցիչներին, երբեմն նույնիսկ դա շատ մեծ արձագանք է ստանում ու իրանք առաջի անգամ ոնց որ իմ Instagram-ից են դրա մասին տեսնում, եւ դա ինձ ոնց որ հնարավորություն է տալիս, որ ես մի քիչ անկախ լինեմ, այսինքն պարտադրված չլինեմ կոնկրետ ֆորմատի ինֆորմացիա փոխանցեմ, այլ ազատ լինեմ իմ կարծիքի մեջ, իմ գաղափարների մեջ, ներկայացման ֆորմատի մեջ, ու դա ինձ շատ դուր է գալի։ Ողջունում եմ, շատ լավ ֆորմատ է, իրականում ես հետևում եմ ու շատ ինֆորմացիա եմ գտնում այդ ասածների մեջ։ Այ քան տարվա ընկերությունն է ապրել է։ Այս տարի մենք նշում ենք արդեն մեր 15-րդ տարի։ 15-րդ տարի։ Իսկ ո՞նց է օրինակ գաղափարը ծնվել։ Պատահականություններ, թե ընդհանուր, չգիտեմ, պետք է անել դա։ Հետաքրքիր պատմություն է, որովհետև դրա գաղափարը իմ մոտ կար, դրա չասեմ հենց նույն գաղափարը, բայց սեփական որոշակի ինչ որ նախաձեռնություն բիզնես ունենալու գաղափարը կար, երբ որ ես ոնց որ համալսարանի վերջի տարիներին էի եւ կարելի ասել նույնիսկ տենց ինչ որ քայլեր էի անում այդ ուղղությամբ, ինձ թվում էր որ այդ ժամանակ ինձ ներդրող է պետք, ով որ ոնց որ ֆինանսական ներդրում կանի ընկերության մեջ։ Դե միշտ բիզնեսը որ նոր սկսում ես, չէ՞ մտնում ես այդ բիզնես աշխարհ, միշտ մտածում ես որ փող չունեմ, ոնց եմ անել։ Հա, բայց ես հիմա որ մտածում եմ ու ուզում եմ հասկանամ ինչի էի տենց մտածում, չեմ կարողանում պատկերացնել, որովհետև ինձ իրականում փող պետք չէր։ Այսինքն այն ամեն ինչ որ ես պատրաստում էի անեի, ինձ ընդհանրապես պետք էր մի հատ սեղան ու մի հատ համակարգիչ։ Բայց միգուցե հենց այդ անվստահություններ, որ ինձ թվում էր որ ավելի փորձառու մարդ պետք է այդտեղ կողքս լինի, որպեսզի ինքը տենց ինքը ավելի լավ է հասկանում ինչա պետք, եւ ուղղակի ինձ ստացեց որ դա կիսատ մնաց, որովհետեւ ես գնացի բանակ։ Գնացի բանակ, ոնց որ 2 տարով այդ բոլոր գաղափարները հետաձգվեցին, բայց բանակում համակարգիչ չէին թող։ Բանակում համակարգիչ կար, բայց ոնց որ բիզնես ուղղությամբ չէի կարողանում օգտագործեի, բայց բանակի այդ վերջի ամիսներին, արդեն մոտավորապես երբ որ մի կես տարի էր մնացել, ես վերականգնեցի այդ գաղափարները, սկսեցի մի քիչ ավելի զարգացնել, նույնիսկ մեր լոգոյի առաջի տարբերակը ես հենց բանակում հենց թղթի վրա նկարել էի, անունն էի արդեն մտածել եւ երբ որ ես վերադարձա մի քանի օր անց արդեն ոնց որ հիմք ստեղծվեց ընկերության համար, մենք ոնց որ 3 ընկերներով այդ ժամանակ ոնց որ միացանք իրար, ամեն մեկս սենց մոտավոր պատկերացում ունենք այս ամեն ինչից եւ որոշեցինք ոնց որ դա դարձնել ավելի ֆորմալ, երբ որ նույնիսկ նրանից հետո երբ որ նույնիսկ արդեն առաջի պատվերը ունեինք, այսինքն մեզ պետք էր պայմանագիր կնքել։ Առաջի պատվերը ո՞րն է եղել։ Առաջի պատվերը եղել է տնտեսագիտական համալսարանը, որովհետեւ մենք բոլորս ընդեղի ուսանողներ էինք եւ ուղղակի գնացինք իրանց ներկայացրեցինք կոնցեպտ համալսարանի ռեբրենդինգի եւ նրանք հավանություն տվեցին այդ կոնցեպտին եւ ասին շատ լավ, եկեք ձեր ընկերության հետ պայմանագիր կնքենք։ Երով կոնցեպտ է։ Շատ։ Եվ հենց այդ ժամանակ մենք sense ասած պարտադրված գնացինք ընկերություն գրանցեցինք սեպտեմբեր ամսին, որովհետեւ այդ պայմանագիրը կնքենք, որ կարողանանք այդ պրոյեկտը իրականացնել եւ այդտեղից ուղղակի ամեն ինչ սկսեց։ Այդ դու ասացիր, որ արտերկրում էիր ապրում, ինչքան գիտեմ Կանադայում։ Ու հիմնել էր ընդ ընկերություն, հիմա էլ կա ընկերությունը։ Այո։ Իսկ ո՞նց է օրինակ դժվարություններ չեն առաջացնում, քանի որ Կանադան դե էապես տարբերվում աստեի շուկան, օրինակ Հայաստանի շուկան, Կանադայի շուկան էապես տարբեր շուկաներ են։ Ո՞նց է այդտեղ ինտեգրում կամ ո՞նց է ավելի ինֆորմացված լինում, ինչա պետք անել, եւ հիմնական որ ընկերությունների հետ եք աշխատում։ Իրականում չես իմանում, բացարձակ պատկերացում չունես։ Մոտեցումները տարբեր։ Լրիվ իրար հետ ընդհանրապես կապ չունեն ու իրականում դա նույնիսկ շատ խանգարում է սկզբնական շրջանում, որ դու ստեղի մեթոդները փորձում ես ընդեղ անել, որովհետև ընդեղ շուկան լրիվ ուրիշ տեմպով է շարժվում, ուրիշ կանոններով է շարժվում, մարդիկ առհասարակ ուրիշ ձևով են որոշումները կայացնում, նույնիսկ կառուցվածքն է շուկայի շատ էական տարբերվում, որովհետև այն
սեգմենտը ում հետ դու հիմնականում աշխատում ես այն level-ի ղեկավարները ում հետ դու Հայաստանում սովոր ես աշխատել, այսինքն տնօրեններ, սեփականատերեր, այնտեղ ամբողջությամբ տարբերվում է, որովհետև այնտեղ այդ շերտերը այնքան շատ է ու այնքան երկար ժամանակ է մինչև դու հասնես օրինակ ընկերության սեփականատիրոջը, որ դու պետքա ուղղակի տենց շատ ֆորմալ, տենց խոչընդոտների մեջով անցնես, բայց պետք է որ հասնեն սեփականատիրոջ։ Երբ կանանցա որ ավելի հեշտ է, այսինքն երբ որ ավելի սիստեմնի անկերությունը միգուցե ավելի հեշտ է անկերությունը։ Հա, բայց այդտեղ նաև դա շատ բարդ է դառնում ավելի փոքր կամ նորաստեղծ ընկերությունների համար, որովհետև մենք փաստացի նոր շուկա գնալով չենք կարողացել մեր ասենց ասած այդ բագաժը ստեղից ճանաչելիությունը, հեղինակությունը, մեր պորտֆոլիոն դու չես կարողանում տանել այնտեղ, որովհետև կոպիտ ասած դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Եթե դու չունես local փորձ, կանադական փորձ կամ նույն բանը իրականում ԱՄՆ-ում է, եթե դու չունես ամերիկյան փորձ, իրենց բացարձակ չի հետաքրքրում դու աշխարհի ուրիշ կետերում պատմություն տեղական, տեղում պատմություն, տեղում պրոյեկտ մենք իրականում սկսեցինք ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ որ մենք ասենց ասած մոռացանք այն ամեն ինչ որ արել ենք ստեղ ու ֆիքսեցինք այն նոր խաղի կանոնները, որ մենք պետքա 0-ից սկսենք եւ այդ 0-ից սկսելու համար մեզ պետքա պրոյեկտներ, որը մեզ արագ ճանաչելիություն կբերի եւ նմանատիպ պրոյեկտներից մեկը եղավ, որ հենց այդ ժամանակ Տորոնտոյում իրանց քաղաքապետի ընտրություններն էին եւ ամբողջ քաղաքը լցված էր այդ քաղաքական գովազդներով եւ դրանց մեջ կար մի հատ մեկը, որը գեր ագրեսիվ ձևով էր այդ իր ոնց որ Քարոզ Արշավը իրականացնում տեխնացուներից մեկը, հա, որը շատ տենց հետաքրքիր կերպար էր, բացարձակ անգլերեն չէր խոսում, չինացի էր եւ սենց ամբողջ քաղաքը ուղղակի լցված էր իր գովազդներով Եվ մենք որոշեցինք ոնց որ այդ պահը օգտագործել, որովհետև դա դարել էր, ասենց ասած, ներքին խոսակցության թեմա, բոլորը դրա մասին խոսում էին, բոլորը նկատում էին, եւ մենք որոշեցինք այդ իրավիճակը օգտագործել, վերցնել եւ ասենց ասած ռեբրենդինգ անել իրան, բնականաբար առանց իր իմացության, առանց իրան նախապես տեղեկացնելու եւ տենց հանրային ձևով ներկայացնեցինք դա շատ մեծ արձագանք ստացավ բոլոր լրատվականները, բոլոր բլոգերը սկսեցին կիսվել դրանցով, ամենահետաքրքիրն եղավ, որ դրանից 2 օր հետո հենց ինքը մեր հետ կապվեց եւ ասաց իր աղջիկը անգլերեն խոսում էր, աղջիկա հետ եկան մեր մոտ, հանդիպեցին եւ ասեցին շատ լավ, այդ ընթացքում արդեն ինքը ոնց որ պարտվեց այդ ընտրություններին, բայց ասեց ես էլ ոնց որ երկար պլաններ ունեմ, ուզում եմ իրար հետ ինչ որ մի բան անենք, ինչ շատ դուր եկավ ձեր մոտեցումը եւ փաստացի իր աղջիկա բիզնեսը եղավ մեր առաջի պրոյեկտը, որ մենք այնտեղ իրականացրեցինք անշարժ ընդհանրապես կապ չուներ քաղաքական ոլորտի հետ, անշարժ գույքի ոլորտում էր եւ ինքը դառավ մեր առաջի հաճախորդը։ Եվ տենց շարունակ սկսեցին քիչ-քիչ ոնց որ այդ ճանապարհը շարունակել, հասկացանք, որ այնտեղ պետքա շատ ավելի նիշային, sense ավելի նեղ մասնագիտացում ունենալ, որովհետև այն ամեն ինչ որ մենք ստեղ անում ենք տարբեր ընկերությունների հետ շատ դժվար է լինելու կրկնօրինակել այնտեղ եւ ընտրեցինք ավելի նեղ ուղղություն, ավելի մասնագիտացանք մարքեթինգային սերվիսների մեջ, որը արդյունքում նաեւ օգնեց, որ մենք Հայաստանում արդեն այս տարի հիմնադրենք brand marketing-ը, որը հենց մասնագիտացած է մարքեթինգային լուծումների մեջ։ Շատ լավ։ Նորություններ եւ լավ նորություններ։ Օրինակ շատ մարդկանց համար, նաև ես եմ առաջում շատ մարդկանց հետ, որոնց համար, ասենք, բրենդը դա ընդհանուր, չգիտեմ, լոգո է, որ սկսում ես բացատրես եւ փիլիսոփայությունը եւ շատ կարեւոր է ռեստորանային թեմայից, ասենք, շատ են հարցնում, բայսի ոնց, բայնի ոնց, ես մեծ ուշադրություն եմ դառնում կոնցեպտին, բրենդինգին, որտեղ կոնցեպտն ու բրենդինգը պետք է համահունչ լինեն, ու երբ որ տենց բացատրում ես, մարդիկ զգում են, որ sense նայում են ու այն որ ինչ բլա 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 էլի, ասենք մի հատ լոգո է, անուն է, դրեք, նորմալ է ու գնանք առաջ։ Այ ոնց էս, օրինակ, ես պատկերացնում ինչքան նման հաճախորդ է գալի ձեր մոտ, ձեր ընկերություն ու այդ պատկերացումով ուզում է բրենդ պատվիրել։
Այ ոնց ես վերաբերում այդ հարցին ու ընդհանրապես քո համար լավ մասնագիտական առումով բրենդինգը ավելի որ պարզ բացատրես ոնց ես պատկերացնում ինչա ոչ պրոֆեսիոնալ մակարդակի էլի շատ պարզ ասած բրենդինգը դա փորձառություն է ինչա մարդը զգում բրենդի հետ ասոցացվելիս ինչա իր մտքով անցնում, ինչի մասին է մտածում, ինչա հիշում, երբ որ տեսնում է, շոշափում է կամ գալիս է հաճախում է քո բրենդի ոնց որ գրասենյակ կամ քո ռեստորան եւ դա իրականում շատ կարճ, շատ պարզ լեզվով եթե ասենք, դա հենց այդ է։ Երբ որ մարդիկ առնում են iPhone, իրանց թվում է որ բրենդը դա միայն այդ Apple-ի լոգոն է, բայց իրականում երբ որ դու iPhone-ի տուփը բացում ես, որովհետեւ այդ բանը թուղթը պոկում ես ու այդ ձայնը երբ որ դու լսում ես, այն ձայնը երբ որ դու ու այն զգացողությունը, որ դու առաջի անգամ iPhone-ի տուփը բացում ես, դա Apple-ի բրենդն է, այո։ Եվ առանց դրա iPhone-ը չէր լինի այն ինչ որ այսօր կա։ Դրա համար ամեն ինչ բրենդերին պետք է նայել այդ կոնտեքստում։ Եվ մենք այսօր հենց փորձում ենք դա անել, այսինքն իրականում այսօրվա տեխնոլոգիաները, այսօրվա մարդկանց առնչությունը տարբեր բրենդերի փոխվել է, ու նույնը չի ինչ որ, ասենք, նույնիսկ 10 տարի առաջ։ Եթե 10 տարի առաջ ամեն ինչը կարելի էր շոշափել, տպագրված բան, հիմա գնալով ամեն ինչը գնում է թվայինին, ամեն ինչը գնում է AI-ին եւ այս կոնտեքստում բրենդերը եւ բրենդինգը առհասարակ պետք է սկսի ադապտացվել։ Այսօր այն ուղեցույցերը, բրենդբուքերը, որոնք որ sense edge-երով ներկայացնում էին թե քո լոգոն ինչ տեսք ունենա, ասենք, չգիտեմ, ֆլեշկայի վրա տպած, գրիչի վրա տպած, բլանկի, բան, էլ ոչ մեկի պետք չեն։ Հա, այսօր շատ ավելի կարևոր է միգուցե դրանց փոխարեն ունենալ պրոմպտեր, թե դու ոնց գեներացնես քո բրենդի նկարները AI-ի միջոցով։ Եվ մենք հիմա իրականում արդեն 15 տարի անընդմեջ անելով նույն բանը, հիմա արդեն հասկացել ենք, որ պետքա նաև այն բում պրոդուկտը, որ մենք մատուցում ենք, պետքա հիմնովին փոխենք։ Որովհետև այսօրվա իրականությունը եւ այսօր բիզնեսներին ավելի շատ դա է պետք, այլ ոչ թե այդ լոգոյի օգտագործման օրինակները։ Եվ այս տրամաբանության մեջ, երբ որ մենք սկսում ենք բրենդերին նայել, մենք հասկանում ենք, որ լոգոն ընդամենը ու գնալով դրա դերը միգուցե ավելի փոքրանում է, դառնում է մի հատ, sense ասած, փոքր էլեմենտ։ Շատ ավելի կարևոր է լինում այն ամեն ինչի, ինչը միգուցե նույնիսկ չի երևում այդ առաջի հայացքից, այլ այն է, ինչ որ դու զգում ես։ Ավելի շատ զգացողության վրա հիմքը դնես, այլ ոչ թե վիզուալի։ Չէ, դե իրականում արի սենց ասեմ, էլի, դու էլ կփաստես էտի, որ կան, օրինակ, լավ ռեստորաններից խոսան, կան ռեստորաններ, որոնք կոնցեպտուալ կամ, չգիտեմ, ինչ որ հանգամանքներից ելնելով ավելի ուժեղ են, այսինքն ռեստորանն են հիշում, քանց թե իր անունը կամ լոգոն կամ բրենդինգը կամ ընդհանրապես, կամ բրենդինգ ընդհանրապես չկա։ Ու հիմնականում դրանք լինում են փոքր ինչ որ բիզնեսներ, կարող է տնային, ինչ որ ընտանեկան, ասենց ասեմ, ընտանեկան բիզնես է, որը որ իրանք եւ պատրաստում են եւ շատ համով է եւ դա շատ հայտնի է ու դարձել է բան, կարծում եմ ըստե բրենդինգի ու բանի խնդիր չկա, ճիշտ է։ Կամ կա որ բրենդինգը արված է, բայց կոնցեպտը կամ չգիտեմ, կոնցեպտը ավելի ուժեղ է, որը որ հիշվում է ավելի շատ կոնցեպտը, քան թե անունը կամ բան։ Ես օրինակ տենց հեսա որ հիշեմ, հաստատ կան տենց բաներ, որ անունը միշտ չեմ հիշում, բայց հիշում եմ, որ ինչ որ տեղանքը հիշում ես ինչ ես զգացել։ Կամ ինչ եմ զգացել, հա, հիշում ես համերը, հիշում ես մատուցողը քո հետ ոնց է շփվել, միգուցե մի հատ ինչ որ լավ խոսք ասել կամ ինչ որ սեփականատեր եկել ինչ որ բանա հյուրասիրել, այ դա հիշում ես։ Իրականում լոգոն էլ անունն էլ ես երբեմն հիշում, բայց այնի ավելի լավ է տպավորվում։ Բնականաբար, որովհետև ռեստորան դու իրականում դրա հետևից ես գալիս։
որովհետև մենակ եթե ուտելիք լիներ, դու քո տանն է կամ կարող է քո մայրիկը շատ ավելի լավ սարքեր, բայց դու գալիս ես նաև հանրային վայր, որտեղ ուզում ես ժամանց, որտեղ ուզում ես լավ ժամանակ անցկացնես, որտեղ ուզում ես այլ մարդկանց միջավայրում լինել, որովհետև մարդիկ մեկ-մեկ չեն սխալ են հասկանում ռեստորանի կոնցեպտը, մտածում են, որ եթե ինչ-որ մի բան սարքեցինք ու դա համով է, կոնցեպտը կաշխատի, տենց չի, մարդիկ Ես շատ տենց կոնցեպտներ գիտեմ, իմ մոտ էլ է եղել տենց կոնցեպտ, որ շատ համով է եղել խոհանոցը, բայց չի աշխատել, որտեղ մարդիկ միգուցե այդ կոնցեպտը չեն ընդունել, շատ եմ մտածել, օրինակ, ինչի չաշխատեց, ինչն է բրենդինգն է սխալ, սպասարկումը լավ չէր ուտել, ու ինչ որ կետերից մեկը այն էր, որ ես հասկանում եմ, որ այ կարող է եւ հյուրը պատրաստ չէր այդ կոնցեպտին այսօր Կարող է նաև կարիք կա, որ այսինքն մարդիկ շատ դեպքերում, որպեսզի այդ կոնցեպտը իրանց համար աշխատի, իրանց պետքա այլ մարդկանց ներգրավվածությունը նաև դրա մեջ, այսինքն իրանք պետքա ուրիշ մարդկանց վալիդացիան։ Ինչի է օրինակ երբ որ Google Maps-ի մեջ, ասենք դու տեսնում ես շատ review-ներ, դա նշանակում է, որ այդտեղ շատ մարդ է գնում ու դա սկսում է քո համար ավելի արժեք հասնել։ Ես այսօր բանը ժողովում է, հենց դրա մասն եմ խոսում, որ այ review-ների վրա պետք է ուշադրություն դարձնել, բայց ինձ միշտ ասում են, օրինակ մարքեթինգի մեր թիմի անդամները միշտ ասում են, որ նո իրականում կա որ օրինակ TripAdvisor-ի բանը իջնում է, ավելի չացել է, չգիտեմ, ասենք ընդ այս բանը իջել է, ավելի ակտիվ են հիմա ուրիշ ինչ որ բաներ, բայց մեկը որ մենք էլ գնում ենք օրինակ արտասահման, հա, հանգստանալու, միշտ ասենք մեկը ինչ որ բաներ գիտես արդեն ուր պետք է գնաս, բայց մեկ-մեկ նայում ես ինչ կա շրջակայքում ու օձիվներով ես նայում։ Ու իրականում մեկ-մեկ լինում է որ օձիվները ընդհանրապես չի համապատասխանում այն ամեն ինչին, ինչ որ դու տեսնում ես։ Այո։ Ու շատ դեպքերում։ Բայց մեկը ազդում է ու ես մի քանի օր առաջ Հունգարիայում էի, Բուդապեշտում էի եւ իրանց այդ տրադիցիոն ուրեմն այդ խմորեղենները, չիմնի քեյքերը որ կան, սենց գլանաձև մեջը ծակով, տրդելնիկը չեխական է, իրանցը հա, համարյա նույնն է։ Եվ ես տենց ամբողջ քաղաքում իրանց այդ բոլոր այդ տրդելնիկների տեղերով պատտվել եմ ու գտել եմ քաղաքի լավագույն տեղերը ու այս անգամ որ Airbnb-ին վերցրեցի, հենց այդ նույն շենքում էի վերցրել, դիմացի շենքում էի վերցրել, այսինքն մեր շենքի տակ էր այդ ամենահայտնի տեղերից մեկը, եւ ես հենց շատ ուշադիր նայում էի, իրանք առավոտյան մոտավորապես 8-ին բացվում էին, մինչև գիշեր անդադար հերթ, մինիմում սպասելու ժամանակը շատ լավն է, միանշանակ որակով է, միջոցներ իրենք մի քանի ակնհայտ, այո, որտեղ իրանք այնտեղ ավելի մեծ ցանցեր ունեն, որը տասնյակ անգամ ավելի վատ որակով է։ Սա իրականում շատ լավն էր, բայց ես ինչ նկատեցի։ Այնտեղ մինիմում, այսինքն երբ որ նույնիսկ դու գնում ես պատվիրում ես, հերթը հասնում էր պատվիրում ես, մինիմում կես ժամ սպասում ես, որ ստանայր։ Արդեն հերթը հասած։ Հերթը հասած։ Եվ ինչ էի նկատում, որ իրանք այդ մի հատ տրդելնիկ ուտելու համար 2 ժամ չարժի փճացնել։ Չէ, իրականում էս այն դեպքերից էր, որ արժեր, որտեվ ֆանտաստիկ համուն էր, ու իմջալոց ես վերցնում եմ միշտ այն ամենապարզը առանց որևիցե այն մեջի կրեմերի, շոկոլադի, սենց պարզ ուղղակի այդ խմորը իրանց ֆանտաստիկ համունի։ Ու ինչ էի նկատել, որ այդ հերթով հանդերձ իրանք այդ ամբողջ իրանց այդ թխվածքները պատրաստում են երկու հատ սենց փոքր սարքի մեջ, որը միաժամանակ մի 5 հատ բան է սարքում։ Այսինքն իմ մոտ առաջի ակնհայտ ռեակցիան հետևյալն էր, ինչի չեն ավելացնում դրանք, այսինքն ինչի երկու հատի փոխարեն 10 հատ չեն անում, որովհետև ավելի շատ մարդ կարողանան սպասարկեն, հետևաբար շահույթը կմեծանա, հետևաբար կարողանան ընդլայնել եւ այլն, հետո այսօր ընկերոջս հետ դրա մասին խոսում էինք եւ նա շատ հետաքրքիր բան ասեց, ասում է, բայց այդ ժամանակ հերթ չէր լինի։ Ու ես հասկացա, թե ինչքան իմ վրա ազդել է այն փաստը, որ ես միշտ տեսել եմ որոնտեղ հերթ կա։ Եթե հերթ կա նշանակում է մարդիկ բանն է, պատմությունն է։ Հա, եթե հերթ կա նշանակում է մարդիկ հավանում են, նշանակում է լավն է, նշանակում է արժի այնտեղ գնալ, եւ դա այդ ուրիշների կողմից վալիդացիան երբեմն շատ կարեւոր է դառնում։
մենք ստեղ երբեմն թերագնահատում ենք դրա էֆեկտը, բայց դուրսը դու էլ նաև որպես ռեստորանային բիզնեսի sense ասած հնաբնակներից կարաս ասես, որ երբ որ հյուրընկալը հյուրերին մտցնում է ռեստորանի ներս, առաջի տեղերը, որը նստացնում է, դա պատոհանների մոտ, որովհետեւ դրսից երևա, որ ամբողջությամբ զբաղված է։ Մի արհեստական լեն, չէ, զանգում են, ասում են տեղ չկա, կներեք տեղ չկա, բայց տեղ կա։ Ну, Ռուսաստանում է շատ ընդունված դա, որ անում են, որ ասում են անընդհատ տեղ չկա, մարդկանց մոտ ոնց որ արհեստական պահանջ է ձևավորվում, անընդհատ դա ինչա որ տեղ չկա, անընդհատ գնան։ Ես երբեմն բան ա լինում, այդ Երևանում էլ երբեմն համարը հասնում եմ ռեստորանի մոտ, գիտեմ որ լիքն ա լինելու, զանգում եմ, ասում եմ կարող է երկու հոգու համար տեղ ունենաք, ասում են չէ, չունենք, ու հենց այդ պահին մտնում եմ ներս, ասում տեղ ունեք, հա, հեսա մի բան կանենք, ու միանգամից նստացնում են, բայց ամեն դեպքում ոնց որ երկու տարբերակներ փորձում եմ, հա։ Մեկը աշխատում է։ Չէ, միանշանակ, որովհետև մենք բոլորս ինչքան է գրագետ լինենք, ինչքան է խելացի լինենք, իմանանք բոլոր այդ մեթոդների մասին, մեկը բոլորս պարզ մարդիկ ենք եւ այդ ամենը մեր վրա նույն ձև պարզ ձևով ազդում է։ Այն մի հատ եւս բրենդինգի հետ կապված հետաքրքիր հարց, որը որ հիմա հենց համատեղ մի հատ պրոյեկտ ենք անում, Red Fox-ն է, որը որ Grill and Pub-ը, ու մեր մեջ այդ խոսակցությունը եղել է, ու ուզում եմ մի քանի բան այս առումով խոսամ, որովհետև իրականում խոսակցությունը բերեց դրան, որտեվ իմ մտավախությունը, երբ որ նեյմինգի հետ կապված Red Fox, հենց Red Fox-ը ֆիքսեցինք, որտեվ հասկացանք, որ pub-ը պետքա մի քիչ ինչ-որ ֆանի, ինչ-որ անուն լինի, որը որ ոչ մի բանի հետ կապ չունենա, անպայման չի ասենք, նշանակի իր տեղը, կամ իր ձևը, կամ ընդունված է աշխարհում։ Բայց իմ մտավախությունը ինչն էր, որ Red Fox-ը, այսինքն աղվեսը ինքը իրանով Հայաստանում որպես ընդունված է խորամանկ, գողացող կամ ինչ որ այդ տեսակ կենթանի, արդյոք դա կարող է հետո ազդել մարդկանց հոգեբանության, միգուցե չգիտեմ ու ասեն չէ, դա մեր տեղը չի, այ ոնց կարա ուրիշ կուլտուր, նայ, Անգլիայում օրինակ Red Fox-ը օքեյ է, բայց Հայաստանում չէ, օրինակ աղվեսի այդ կերպարը կարող է մարդկանց համար չընդունվի։ Հիմա, բայց դու պնդեցիր, ասեցիր չէ, ճիշտ է, մենք ճիշտ ուղու վրա ենք, շատ ճիշտ գնում ենք, ճիշտ է աղվեսն է։ Բայց ես նաև ասեմ, որ այդ ընթացքում քո կողմից բան կար, օպցիաներ կար, որ անդադ այդ աղվեսը պայտակ դառնում էր սև, կամ պայտակ դառնում էր աղվեսը դառնում էր շուն, բայց անընդհատ ոնց որ հետ է բերում աղվեսին, իրականում շատ հետաքրքիր թեմա է։ Նախ ինձ թվում է մի կարևոր է կոնտեքստը մի քիչ ներկայացնել, որ ավելի պարզ լինի, առհասարակ sense ասած գույն եւ կենթանու կերպարը տենց ավանդական pub-ային մշակույթի մեջ շատ ընդունված է, հատկապես ոնց որ անգլիական մշակույթի մեջ շատ ընդունված է, եւ դա որոշակի sense ասած reference-էր հենց դրան, բայց քանի որ նաեւ կոնցեպտի հիմքում այդ sense բրուտալ մի քիչ տղամարդկային այդ մսի, գարեջրի ու այդ միջավայրի խմիչքի գաղափարներ, մենք նաև sense ասած բացի այդ pub-ային մշակույթից նաև reference էինք անում որսորդության այդ արիստոկրատ ժամանակներին, որտեղ մարդիկ գնում էին մսի հետևից, գալիս են ու այդ միջավայրում այդ ամեն ինչը վայելում են, եւ այս ամեն ինչը մենք փորձեցինք համատեղել մի բանի մեջ։ Եվ այո, կար աղվեսի հետ կապված այդ մտավախությունները, բայց ես կարծում եմ, որ ցանկացած կենթանի պետքա շանս ունենա վերադիրքավորվելու ու մշակույթի մեջ որոշակի ձևով ընկալվելու։ Մի հատ կարճ պատմություն պատմեմ։ Բայց կարծում եմ մենք խորամանկ ավելի իմաստունի վրա փոխեց։ Հա, մեր մոտ մենք լրիվ շեղվել ենք այդ ավանդական մեր ընկալման աղվեսից, որտեղ ինքը բոլոր հեքիաթներում այդ խորամանկ ու չար ոնց որ կերպարն է, գողացողն է, մեր մոտ դա ոնց որ անտառային կենթանի է, որը ոնց որ որս է անում, որը որ շատ գեղեցիկ է, որը ասենք շատ տարբերվող գույն ունի, եւ մեր համար աղվեսը հենց այդ կերպարն էր։ Եվ հուսով եմ մենք շատ շուտով արդեն ոնց որ կարողանանք հանրության առաջ այդ ամեն ինչը բացել ու մենք փաստացի կտեստավորենք այդ ով էր ճիշտ է ամեն ինչի մեջ ու ինչքանով ոնց որ մարդիկ այդ գաղափարը ճիշտ ընկալեցին։ Ես շատ կուզենամ որ դու ճիշտ ես։ Եթե ճիշտ չստացվի, ես մեր հաշվին
աղվեսին կփոխենք շան ու դառնա red dog։ Չէ, ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կստացվի, հենց որ դրա մասին արի չխոսանք։ Հիմա շատ ենք մտածել ու շատ ենք վիճել այդ թեմայով, նու չենք վիճել, բայց քննարկել ենք, որտեղ մտավախություններս կար կուլտուրաների տարբերություն։ Հա։ Օրինակ մենք մի պրոյեկտ ունենք ժամանակին մեղրի հետ կապված եւ մեր փաթեթավորման վրա պատկերված էր արջ։ Մեր համար ակնհայտ ասոցիացիա, հա, մեղր, արջ, վինիպուղ, բան եւ այլն, այսինքն դա իծն է մեր մեջ ստեղծված կապ է այդ երկու բաների մեջ։ Երբ որ մենք այդ product-ը արդեն պետք է արտահանվեր արաբական շուկա, կոնկրետ Սաուդյան Արաբիա, մենք այդ նույն label-ը արդեն ուղղակի լեզվային ադապտացիա արեցինք եւ ներկայացրեցինք իրանց դիստրիբյուտորները այնտեղ մի հատ հարցվեց, ասում են, բայց այս արջ ինչ կապ ունի բանի հետ։ Մենք ասենք ոնց դե վինիպուղ բան եւ այլն բացարձակ չհասկացան։ Իրանց մշակույթում մեղրի առաջի ասոցիացիան ու միակ ասոցիացիան դա մեղուն էր եւ ծաղիկը։ Այսինքն մենք ստիպված ամբողջությամբ կոնցեպտը փոխեցինք, ադապտացրեցինք ընդեղի շուկայի համար, ուղղակի որտեղ մենք հասկացանք, որ իրենց դեպքում որևիցե ձևով դա չի ընկալվելու ու նույնիսկ կարող է նեգատիվ էֆեկտ ունենա։ Երբեմն դա ոնց որ շատ կարևոր է լինում որոշումներ կայացնելուց, բայց այս դեպքում ինձ թվում է մենք ամեն դեպքում աղվեսը տեսնենք, ինձ թվում է 3 ամսից կհասկանանք։ Հարությանը երբ որ ներկայացնենք հետաքրքիր պրոյեկտը, որը բաղկացած է փաբային, նո հետաքրքիր ստացվեր, որ եւ այդ գրիլային մասը կա եւ այդ փաբային մասը կա ու իրանք ընդհանուր մի հատ ընդհանուր կոնցեպտ է հետաքրքիր։ Իսկ օրինակ որ գալիս են քո մոտ, ես պատկերացնում եմ ինչքան տարբեր մարդիկ են գալիս, ինչքան տարբեր հասկացողությունով թե ինչա բրենդը։ Իհարկե լոգոյի մասով հարցրեցի, այ քո համար որն է կարևոր ռեստորանային թեմայով, էլի որն է կարևոր, օրինակ կոնցեպտն է կարևոր, որ դու այդ գործը իդեպ եղել է գործ, որ չօրինակ չվերցնես։ Կամ ինչ որ կոնցեպտը դուրը չգա, բայց հորեկայի մասով խոսանք, էլի։ Կոնցեպտը դուրը չգա կամ հասկանաս, որ այդ մարդը չի հասկանում ինչա ուզում ու դա չի հաջողելու։ Երբեմն, չէ, ես իրականում ոնց որ բոլորի հետ էլ հանդիպում եմ, բոլորի հետ շատ հետաքրքրությամբ ու սիրով զրուցում եմ, բայց լինում են դեպքեր, որ ուղղակի մարդիկ ոնց որ սխալ կողմից են սկսած լինում, այսինքն իրանք ամբողջությամբ ինտերիերը անում են, ինչ որ խոհարար են կանչում, որը իր համար այնտեղ ինչ որ մենյու է կազմում եւ բացվելուց ասենք 2 շաբաթ առաջ գալիս են եւ դիմում են լոգոյի կամ բրենդինգի համար, այդ դեպքում մենք ոչ թե մերժում ենք, բայց իրենց հասկացնում ենք, որ անիմաստ է։ Այսինքն այն արժեքը, որ դու պետքա վճարես մեր ընկերությանը, նախ դա 2 շաբաթում պատրաստ չի լինելու, այսինքն իսկ դու էլ արդեն ունենալով պատրաստի պրոյեկտ, չես կարա 2-3 ամիս սպասես, որ բրենդինգը պատրաստ լինի, հետեւաբար այս դեպքում մեզ դիմելը էլ բացարձակ իմաստ չունի, բայց բացի դրանից դա նաև ցույց է տալի, որ մարդիկ մի քիչ սխալ պատկերացում ունեն, թե ինչ հերթականությամբ եւ ոնց պետք է այդ ամեն ինչը արվի, որովհետեւ խոհանոցը բացարձակ կապ չունի կոնցեպտի հետ, կոնցեպտը կապ չունի ինտերիերի հետ, ինտերիերը կապ չունի բրենդինգի հետ, այսինքն իրարից անկախ բաներ են, որը որ շատ կոպիտ ասած, բայց անհաջողության 100% հավանականություն է։ Ինչ ես անում այդ դեպքում։ Ուղղակի ներկայացնում եմ իրանց խնդիրը, ներկայացնում եմ թե ես այդ իրավիճակում ինչ կանեի, որպեսզի մի քիչ մեղմեի դա, եւ ուղղակի խորհուրդ եմ տալի հնարավորինս շուտ այդ փոփոխությունները անել, որովհետեւ երբեմն հա իրականում ես հպարտությամբ կարամ ասեմ, որ եղել են դեպքեր, երբ որ օրինակ իմ հետ խոսակցությունից հետո մարդը առհասարակ հրաժարվել է պրոյեկտից կամ որոշել է ընդհանրապես չմտնի ռեստորանային բիզնեսի մեջ։ Չէ, իմ միշտ խորհուրդն է բոլորին։ Չէ, գիտեք, եթե զգում եմ, որ դիմացինը կապ չունի ընդհանուր եւ հյուրընկալության հետ, այսինքն մարդու մեջ էլ պետք է լինել այդ հյուրասիրելը, ինչ-որ մի բան պատրաստելը, ընկերներին հավաքելը։ Եթե մարդու մեջ չկա, կարծում եմ ռեստորանի թեմայից հեռու մնա։ Բայց բացի դրանից, շատ մարդիկ ուղղակի շատ ավելի հեշտ են պատկերացնում։ Շատերը կարծում են
եթե ասենց ասած լավ վերանորոգում արեցի, լավ լոկացիայում բացեցի, կապ չունի ինչ լինի, կաշխատի, դա ասենք երևի ամենաշատ ու հաճախ հանդիպող ոնց որ ասում են բանը յուրը դե լիքը յուրեր եմ ընդունում կտանեմ ռեստորան։ Հա, այնց մեծ ընկերություն ունեմ, մենակ իրան կան, բայց դա չեն հասկանում, որ դա ասենք շատ կարճաժամկետ էֆեկտ է ունենում։ Իրականում այդ ընկերները, ծանոթները, բարեկամները երևի ամենավատ հաճախորդներն են լինում, որովհետև գալիս են ու ակնկալում են, որ այդ քո հաշվին պետք է այդ ամեն ինչը լինի։ Իհարկե ոչ բոլորը, բայց մարդիկ շատ դեպքերում, երբ որ սխալ կողմից են սկսում, չեն հասկանում ու հետ գան ոնց որ հիմնական հարցին, ի սկզբանե կարևորա խոհանոցը ու կոնցեպտը։ Նոր դրա վրա արդեն կառուցվում է բրենդինգը, որովհետև հակառակ պարագայում մարդը գալիս է եւ կարող է նույնիսկ չհասկանա ինչը այն չի կամ ինչն է վատ, բայց զգում է որ մի բան չի կպնում, մի բան չի աշխատում ու ուղղակի երկրորդ անգամ չի վերադառնում։ Լավ, օրինակ մեկը եկա ողջավորված իր բանը, այն ինչ որ ինքը մտածել է ու ասում է ես գիտեմ իմ հաճախորդն իմ հյուրնով է, էս տարիքային է, էս չգիտեմ, կինա, տղամարդ է կամ ընդհանուր իր պատկերն է, արխետիպն է պատկերացնում հյուրի ու կոնցեպտն է բացատրում։ Հիմա դու օրինակ այդ ամեն ինչին միանգամից հավատում ես ու հասկանում ես որ այդ արխետիպն է, թե սկսում ես քրքրել ու փորփրել, հասկանալ իրականում որն է, որտեվ երբ որ սխալ արխետիպը պատկերացնես, սխալ էլ բրենդինգը կարվի, ճիշտ է։ Հա, ուղղակի շատ դեպքերում այն մարդիկ, ովքեր առհասարակ հարց տված են լինում իրանց ոնց որ լսարանի ում համար այդ ամեն ինչը արվում, իրանք ամենայն հավանականությամբ նաև ուրիշ դետալների մեջ են խորացած լինում, որովհետև թվում է որ դա ակնհայտ հարց է, չէ՞, ում համար է մեզ ամեն ինչ անում, ով է գալու իմ մոտ, բայց դա երևի ամենավերջի հարցն է, որ մեծամասնությունը տալիս է։ Այսինքն մարդկանց երբ որ ես այդ հարցը տալիս եմ, ես հստակ հասկանում եմ, որ իրանք այդ պահին, այդ վարքյանին առաջի անգամ այդ հարցի մասին նոր մտածում են։ Ու ասենք իրանց բացմանը մնացել է մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս։ Ու այդ պարագայում իրանք արդեն մենյու են կազմել, բայց բացարձակ չգիտեն ով է ուտելու այդ մենյուն։ Ու դա շատ ցավոք շատ հաճախ է։ Դե սկզբանե ռեստորանը կամ պետք է խոհանոցի վրա հիմնված լինի կամ կոնցեպտի, այսինքն կամ խոհանոցից պետք է գաս կոնցեպտին կամ կոնցեպտը լինի հասկանաս խոհանոցը ոնց է հավաքում այդ կոնցեպտի վրա։ Հիմա ասենք եթե մեկը մյուսի հետ կապ չունի, այդտեղ սկսում է դիսոնանսը ու դու չունես ոչ յուրի արխետիպը եւ չգիտեմ մի հատ լավ խոհարար կգտնենք միտեղից կբերենք այս կանենք ենք ու այդտեղից ինձ թվում է պատմությունը սկսում է էլի ոչ բոլոր կոնցեպտներն են իհարկե տենց ոնց որ խոհանոցի շուրջ որովհետեւ երբեմն երբ որ կա լավ կոնցեպտ կամ լավ միջավայր է ստացած խոհանոցը ընդամենը պետքա օքեյ լինի այսինքն շատ վատ չլինի որ ինչ որ առումով մի քիչ կոմպլիմենտ անի կոնցեպտին ու տենց շատ հաջողված իմիջիալս պրոյեկտներ կան Երևանում որոնք տենց ֆանտաստիկ խոհանոց չունեն ու հիմնականում այնտեղ տենց կոնցեպտն ավելի շատ բայց կոնցեպտը միջավայրը ստացած է ու դու մեկա վերադառնում ես այնտեղ որովհետև էլի մենք արխետիպն էլ է ճիշտ ընտրած հա իրենք հստակ սեգմենտ ունեն հստակ դու ոնց որ հստակ ձևով ես քեզ զգում երբ որ գնում ես այդ ռեստորան բայց կարող է տենց ցնցված չլինես իրանց խոհանոցով կամ օրինակ քո ոճը չլինի բայց դա էլ է աշխատող ֆորմ բայց ինչ որ մի բան հա ինչ որ մի բան միշտ լավ արված է դրա համար ես վերադառնում իսկ երբեմն երբ որ բոլորն է վատ այդ դեպքում ուղղակի շանս չի մնում էլի որ աշխատի Դե այսինքն լինում են դեպքեր, երբ որ իրականում բացատրում են ու դու զգում ես, որ նախագիծը պատրաստ չի բրենդինգի, ասեն ինչ որ հում մասեր կա, էլի, երբ որ հում մասեր կա, ինձ թվում է դրան ինչ որ ինչ է, օրինակ դու թիմային աշխատանք եք կատարում, թե ասում եք, չէ, մի քիչ էլ մտածի։ Չէ, մենք հիմնականում ոնց որ եթե մարդկային ու ոնց որ գործընկերային հարաբերությունների առումով հասկանում ենք որ ուզում ենք իրար հետ աշխատենք այդ պարագայում մենք դառնում ենք այդ ճանապարհի մի մաս ու իրանց հետ ենք այդ process-ների մեջով անցնում որովհետև նորմալ է որ մարդը այդ փուլում միգուցե ամբողջությամբ 100%-ով չպատկերացնի
ում համար է արվում, կոնցեպտը ինչ պետքա լինի, բայց մենք պետքա ուղղակի դիմացինից այդ ազդակը ստանանք, որ իրանք պատրաստ են այդ ամեն ինչը ընդունել, իրանք պատրաստ են փոփոխություններ անել, եթե դրա կարիքը լինի։ Իրականում ձեր հաջողությունն է նաև որ պրոյեկտը կյանքի է կոչում Միանշանակ։ ունենում։ Այո։ Այսինքն դուք էլ պետք է մտածեք նենց որ պրոյեկտը հաջողություն ունենա, որովհետև դա նաև ձեր հաջողությունն է եւ դրանից մասը նաև ձեր ոնց որ պրոֆեսիոնալիզմը։ Մենք այս 15 տարի հենց դրանով ենք զբաղվել, որ չհաշված այս վերջի մի տարին, որ նաև ես եմ մի քիչ հանրային ձևով ներկայացնում, մենք 15 տարի բացարձակ ոչ գովազդ ենք արել, ոչ ինչ որ ձև ներկայացրել ենք, մեր միակ, ասենց ասած, բիզնեսի բանը տրամաբանությունը կառուցվել է հաջողված պրոյեկտների վրա, որը բերել է այլ նոր պրոյեկտներ։ Ես ձեր պատին տեսել եմ այն բրենդերը, որը որ դուք եք անում, ձեր ընկերությունն է։ Իսկ կա լյուբիմչիկներ օրինակ։ Երեխեքի նման բան է, չէ՞, որ ասում ում է սիրում երեխեքից։ Ես ոչ թե կան իմ անձնական, որովհետև ես մի քիչ ավելի, ասենց ասած, էմոցիոնալ միգուցե կապվածություն ունեմ այդ պրոյեկտների հետ, որովհետև դրանք մեր առաջիններն են եղել, որտեղ ես շատ մեծ ջանք ու եռանդ եմ դրել ու մեր թիմը դրա մեջ ու դրա համար ոնց որ այդ կապվածությունը ունեմ, բայց կան պրոյեկտներ, որոնք մեր համար են շատ մեծ բան արել։ Ու եթե մենք դրանց նայենք, ասենց ասած, բերած ուղիղ եկամուտի տեսքով միգուցե դրանք են ամենաթանկ պրոյեկտները չեն եղել, բայց պրոյեկտներ, որոնցով մեզ սկսել են ճանաչել, որը որ մենք կարող արել ենք 10 տարի առաջ, բայց մինչև հիմա դա, ասենց ասած, մեզ նոր հաճախորդներ ա բերում։ Տենց պրոյեկտներ միանշանակ կան։ Եվ վերջում, քանի որ դու տեսնում եմ, որ շատ տենդենսներին հետևում ես, աշխարհի դինամիկան որտեղ է զարգանում, օրինակ դու որոշեիր, որ այս դժվար բիզնեսի մեջ մտնել ու քո ռեստորանը բացել, ինչ կոնցեպտ կաներ ու ինչ բրենդինգ կաներ, այսինքն ինչ կաներ։ Մի քանի խոհանոցներ կա, որը որ ես կարծում եմ բավականաչափ լավ ներկայացված ու բացահայտված չի Հայաստանում։ Հա, ու շատ մեծ պոտենցիալ ունեն իրականում, որովհետև իրանք ամբողջ աշխարհում են շատ լավ աշխատում, շատ մեծ մասսայականություն ունեն։ Մեկը դա մեքսիկական խոհանոցն է, իհարկե կան։ Հետաքրքիր է, էլի, որ օրինակ կակտուսից հետո ոնց որ այդ մեքսիկականը ոնց որ հա չի ստացվում։ Ես իրականում ունեմ դրա պատասխանը, որովհետև բոլորը փորձել են այդ ռեստորան, այդ մեքսիկական ֆորմատը տենց ծանր ռեստորանային ֆորմատով ներկայացնել, այն պարագայում, որ իր սնունդը տենց չի, ինքը շատ պարզ, մատչելի, պարզ ինգրեդիենտներով ոչ թանկ պրոդուկտ է։ Ու նենց ոնց որ տարածվել է այսօր բուրգերը, ոնց որ պիցան, ես կարծում եմ, որ մեքսիկական խոհանոցը նմանատիպ ձևով պետք է ներկայացվի, որովհետև ես շատ տեղեր եմ ճամփորդել, շատ տեղեր եմ հաց կերել եւ Մեքսիկան երևի իմ ամենահամով կերած տեղերից մեկն է ու առհասարակ մեքսիկական խոհանոցը եւ ես միշտ զարմանում եմ ինչի դա այդքան փորձ է արվում ստեղ ու երբեք չի աշխատում, բայց կարծում եմ հենց պատճառներից մեկը դա է։ Եվ մյուսը, որ կարծում եմ էլի շատ մեծ պոտենցիալ ունի, դա ճապոնական խոհանոցը, բայց ոչ սուշիների մասը, որտեղ մեր մոտ մենակ այդ մասն է եկել, բայց ինքը այնքան բազմաշերտ ու այնքան հետաքրքիր խոհանոց ունի, սկսած դեսերտներից վերջացրած իր ապուրներով, որ կարծում եմ շատ մեծ պոտենցիալ ունի ու միանշանակ զգում եմ, որ դա ամեն դեպքում ես մի բան ասեմ, ճապոնական խոհանոցը, բայց միշտ թարմձկի վրա շատ է հեված։ Այդքան է չէ։ Եթե մենք գնանք բաների մեջ, օրինակ իրանց ռամենները կամ օրինակ գնանք իրանց դեսերտների մեջ, այդտեղ բացարձակ սիֆուդ չկա ու ուղղակի ֆանտաստիկ են իրանք։ Իրանց սթրիթ ֆուդը, ամեն ինչը, ուղղակի ճապոնիան, ես կարծում եմ անverջ ոգեշնչման աղբյուր կարալնի ռեստորանային բիզնեսի համար, այնքան թեմաներ կա, այնքան շերտեր ունի, որ անverջ կարելի է նոր կոնցեպտները նեղից վերցնել։ Գնալ Ճապոնիա։ Միանշանակ ես իմիջայլոց տենց մի հատ բան կա, Էնտոնի Բորդենի իր գրքի մեջ էր դա ներկայացնում, որ ասում է
ես ինչքան շեֆերի հետ խոսացել եմ բոլոր տարբեր level-ների Michelin star ու բոլորին երբ որ այդ հարցը տվել եմ որն է այն միակ խոհանոցը որ եթե քեզ ասեին էլ ոչ մի բան չէիր կարա ուտեր մենակ այդ մի խոհանոցից միջև կյանքի վերջը ասма գրեթե առանց բացառության բոլորը նշել են ճապոնական Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար կհանդիպենք